Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր ուրախ ենք 9:30-ից սկսել նոր աշխատանքային նոր նոյեմբերի 12-ի առավոտը միասին հանրայինի ուղիղ եթերում։ Սուրճ ու սեր առավոտից հաղորդմանն եք միացել Սևակ Հակոբյանն ու Վեգա Անդրեասյանն են աշխատում այսօր տաղավարում մեզ հնարավոր է նաև դիտել դրա համար մեզ փնտրեք Facebook-ում հանրային ռադիոյի էջին հետևեք ինչպես նաև մեր կայքում armradio.am երկու հարթակներում էլ գործարկված է ուղիղ հեռարձակում եւ երկու դեպքում էլ ունենք նաև զրուցարաններ այնպես որ անպայման մեզ նաև մեկնաբանություններ գրեք մենք դրանք մեծ սիրով կարդում ենք եթերում եւ իհարկե մի մոռացեք եթերի ընթացքում նաև զանգահարել մեզ Այո, բայց բնականաբար ռադիոյի առաջնային ֆունկցիան հենց աուդիո տարբերակն է, վստահ եմ շատ մարդիկ այս պահին մեզ լսում են պատրաստվելով, սուրճ պատրաստելով, ինչու ոչ մարզվելով, մենք ձեզ միայն խրախուսում ենք, այնպես որ միացեք մեզ 107.7 հաճախականությունը Երևանում, մարզերում հաճախականությունները տարբեր են, բայց մեր մշտական ունկնդիրները վստահաբար դրանք գիտեն, այնպես որ միացեք մեզ, ինչպես ամեն առավոտ այսօր եւս մենք ձեզ ներկայացնում ենք հետաքրքիր նորություններ, փաստեր, լուրեր, լավ երաժշտություն, այնպես որ օրվա դրական եւ արդյունավետ մեկնարկը մեզ հետ է։ Ունենալու ենք նաև իհարկե հետաքրքիր թեմա եւ հետաքրքիր հյուր, որին նույնպես կկարողանաք զանգահարել եւ ուղղել ձեր հարցերը, եթե կունենաք հարցեր, այնպես որ մնացեք մեզ հետ։ Իսկ օրվա լավ մեկնարկի կարևոր բաղադրիչներից մեկը լավ երաժշտությունն է, այնպես որ բարի լույս բոլորին, մենք սկսում ենք մեր ընթացքը։ Դու իմ հանգստություն Այնքան եմ քեզ սպասել Դու իմ ջահելություն Չմոռացվող պահել Գիտեմ հիմա է հեշտ բաժանվել Դժվար է պինդ պահել Բայց եկել է սեր Եկել է Լինեմ գիտեմ կգաս, ով գիտնվել կտաս Երանի որ իմն ես, երանի որ կաս Սերը մեզ դեպի վերը, 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 վեր Ենքան պահեր, օրեր, օրեր, օրեր Դամ ձևերը, վերը, վերը, վեր Ես անասանդեմ դու էլ տես Սերը մեզ դեպի վերը, 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 վեր Ենքան պահեր, օրեր, օրեր, օրեր Դամ ձևերը, վերը, վերը, վեր Ես անասանդեմ դու էլ տես Սիրտ իմ քոնը Իմ քոնը քո կողքին Մանմինը անցողի կագամնա հոգին Դու իմ հարստություն Հազիվ եմ քեզ գտել Դու իմ երջանկություն Այնքան եմ քեզ պատրել Գիտեմ կգաս, ով գիտնվել կտաս Երանի որ իմն ես, երանի որ կաս Սերը մեզ դեպի վերը, 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 վեր Ենքան պահեր, օրեր, օրեր, օրեր Դամ ձևերը, վերը, վերը, վեր Ես անասանդեմ դու էլ տես Սերը մեզ դեպի վերը, 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 վեր Ենքան պահեր, օրեր, օրեր, օրեր Դամ ձևերը, վերը, վերը, վեր Ես անասանդեմ դու էլ տես Կարոցում է շնքեր Ես կեզ գտել եմ դու Գտել եմ դու Գտել եմ դու Գտել եմ դու Սերը մեզ դեպի վերը, 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 վեր Ենքան պահեր, օրեր, օրեր, օրեր Դամ ձևերը, վերը, վերը, վեր Ես անասանդեմ դու էլ տես Սուրճ ու սեր առավոտից։
9:35 շարունակում ենք մեր ուղիղ հեռարձակումը, այո, թող սերը բոլորիս տանի դեպի վեր, իսկ մենք այդ ամենին հետևում ենք սիրով եւ սուրճով։ Այո, մեր սուրճը շուտով կլինի մեզ մոտ, հուսով ենք դուք արդեն հասցնում եք ձեր առաջին բաժակը վայելել, անկախ նրանից դա սուրճ է, թե վերջին շրջանում այդքան տարածված եւ սիրելի մաչա, որը շատ պոպուլյար է դարձել երիտասարդների շրջանում հատկապես, բայց հիմա եթերի այն պահն է, երբ պիտի ձեզ դժվար նորություններին ծանոթացնենք, օրինակ խցանումների մասին պատմենք։ Այո, խցանումներ, եղանակ, ավտոճանապարհների իրավիճակ, սկսենք օրվա եղանակի կանխատեսումից հանրապետության տարածքում այսօրվանից մինչև նոյեմբերի 15-ը առանց տեղումների եղանակ է սպասվում, նոյեմբերի 16-ին շրջանների զգալի մասում արդեն կլինեն տեղումներ, հնարավոր է նաև ձնախառն անձրևի, բայց եկեք այսօր կենտրոնանանք նոյեմբերի 12-ի վրա, օդի ջերմաստիճանը էապես չի փոխվելու, մայրաքաղաքում եւս տեղումներ չեն լինելու այսօր, վաղը, մյուս օր եւ մինչև նոյեմբերի 15-ը։ Եվ շատ լավ եղանակ է Երևանում այս սեզոնի համար 17-ից 19 աստիճան տաքություն է կանխատեսվում ցերեկը, ինչը հրաշալի է երեկոյան մինչև 11, իսկ գիշերը կլինի +5 առավելագույնը։ Եվ այս պահին մեր սիրելի մայրաքաղաքում 10 աստիճան է, մասամբ ամպամած, բայց ոչ այնքան ցուրտ եղանակ եւ ինձ սոցցանցերում տարբեր հիշողությունները, մեմորիները երբ գալիս են, տեսնում եմ նախորդ տարիներին ինչ տակ ենք հագնված այս սեզոնին, իսկ հիմա այն որ ասում եթե խիղճը կորցնեք, ցերեկ անգամ կարճատ հեվով կարելի է մի փոքր զբոսնել եւ չմրսել։ Ես իրականում օրվա ընթացքում տեսնում եմ խիղճը կորցրած մարդկանց, որոնք դեռ շարունակում են պայքարել եւ ձևացնել թե ամառ է, կարճատ հեվով զբոսնել, մինչ Սևակը կհասկանա թե քանի նիշ է Երևանում խցանումների հետ կապված, ասեմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում առհասարակ Երևանից դուրս ճանապարհները հիմնականում անցանելի են, բացառությամբ Կորեայի ձորի, որը շարունակում է փակ մնալ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված քարաթափման վտանգը կանխելու համար։ Հայաստանի Հանրապետության մյուս ավտոճանապարհները, այդ թվում Ստեփանցմինդա Լարսը, բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սա լավ լուրերի շարքից, իսկ մայրաքաղաքում բնականաբար խցանումներ են, թեև 6-ը 7-8-ի համեմատ սա մի փոքր տանելի պատկեր է, բայց բնականաբար շատ են ծանրաբեռնված փողոցները, սկսենք Երևանյան լճից, կենտրոն եկող հատվածը, Իսակովի պողոտայի ծանրաբեռնված է նաև հակառակ ուղղությունը, Աթենքի փողոցը Բրազիլիայի հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ, բարեկամությունը, Կիևյանը դեպի բարեկամություն շարժվող հատվածը խիստ ծանրաբեռնված է, բարեկամությունից սկիզբ առնող Բաղրամյանը տեղ եւ նաև վերջին հատվածում ազգային ժողովից դեպի օպերա կա երթևեկության ծանրաբեռնվածություն, Սայատնովան երկկողմանի թե օպերա գնացող հատվածը, թե հակառակ ուղղությունը դեպի ռադիոտուն եկող Սարալանջը բնականաբար ինչպես միշտ ծանրաբեռնված է, ահա իսկ Հանրապետության հրապարակի եւ հարակից փողոցները, որոնք այս շրջանում ծանրաբեռնված են լինում, դեռ թեթև են, այնպես որ խցանումային պատկերն այսպիսին է, ոչ լավ, ոչ վատ, Հանրապետության հրապարակ եկա, իդեպ հիշեցի, որ արդեն այստեղ տոնածառը բավականին բարձրացել է եւ ահա շուտով էլ ավելի շատ խցանումներ կլինեն, հաշվի առնելով թե քաղաքի զարդարանքների տեմպը եւ թե ամանորի առևտուրը։ Քիչ անց անպայման կպատմենք ձեզ նաեւ քաղաքի զարդարանքի մասին, որովհետեւ այս մասին նույնպես ունենք մանրամասներ, բայց մինչ այդ այսօր ֆինանսական գործարքներ պլանավորող մեր ռադիոլսողներին ծանոթացնեմ օրվա փոխարժեքին։ Ամերիկյան դոլարն այսօր համարժեք է 382 դրամի եւ 52 լումայի, եվրոն 442 դրամ 73 լումայ է, ռուսական ռուբլին 4 եւ 7, 141 դրամ 52 լումայ է վրացական լարին, բրիտանական ֆունտ ստերլինգը համարժեք է 502 դրամի եւ 55 լումայի, իսկ դիրհամն այսօր արժե 104 դրամ եւ 16 լումա։ Ահա, այն կարևոր տեղեկատվությունը, որ ձեզ ներկայացնում ենք առավոտյան, այս ընթացքում փորձեցի նաև թարմացնել մեր սոցկայքերը, Facebook-ում ունենք մեկնաբանություն, աստվածային սեր, սա երկի հետ կապված է, շարունակեք մեզ հետևել առցանց, հիշեցնենք իմ arm.radio.am կայքում եւ մեր Facebook-յան հարթակում լայվերը գործարկված են, կարող եք մեզ հետևել, մեկնաբանություններ գրել եւ 553702 մեր ուղիղ կապի հեռախոսահամարը բաց է ամբողջ եթերի ընթացքում։ Այո, այնպես որ սպասում ենք նաև ձեր զանգերին, իսկ մենք եւս մեկ երաժշտական ընդմիջումից հետո վերադառնանք եւ տեսնենք թե օրացույցն ինչ է ասում այսօրվա մասին։ I could be the twist, the one to make you stop, the icing on your cake, the cherry on the top. It's heaven in my heart and we could find you some space.
extra sentimental kind of chemistry. Some people make it hard, with me that isn't the case. 'Cause I make it so easy to fall in love. So come give me a call and we'll fall into us. I'm the perfect mix-up. Saturday night and the rest of your life. Anyone with a heart would agree. It's so easy to fall in love with the way I do my hair, the way I make you laugh, the way we like to share a walk in Central Park. I could be fresh air, might be the girl of your dreams. There's no need to hide if you're into me, 'cause I'm into you quite intimately. And maybe one night could turn into three. Well, I'm down to see, 'cause I make it so easy to fall in love. So come give me a call and we'll fall into us. I'm the perfect mix-up. Saturday night and the rest of your life. Anyone with a heart would agree. It's so easy to fall in love with me. It's so easy. It's so easy to fall in love. So come give me a call and we'll fall into us. I'm the perfect mix-up. Saturday night and the rest of your life. Anyone with a heart would agree. It's so easy to fall in love with me. The station with the best music. Best music. I love the music. Best music. 942 Օլիվիա Դինին էինք լսում, այս երգը շատ տարածված է համացանցում, TikTok-ում, հատկապես եւ ռիլերի background երգ է եւ պատահական չէ Օլիվիա Դինը արդեն առաջադրված է Grammy-ում որպես Best New Artist, լավագույն նոր արտիստ, տարվա հայտնություն, եթե հայերեն ավելի խմբագրելով թարգմանենք եւ օրերս իդեպ Grammy-ն հայտարարեց գլխավոր նոմինացիաների շարքում ընդգրկված արտիստներին եւ Օլիվիա Դինին ուրախ ենք տեսնել որպես նորեկ, այո։ Իդեպ նորեկների ցանկում էին նաեւ վերջին տարում աղմուկ բարձրացած այլ անուններ, նույնպես Edison Ray-ը, որը սովորական TikToker-ից կարողացավ վերածվել, իհարկե ամենայն հարգանքով TikTok-ում content creator-ների նկատմամբ կարողացավ վերածվել սուպերաստրի, այո, իհարկե։ Alex Warren-ը, որը էլի իր կարիերան սկսել էր TikTok-ում եւ հրաշալի մի երգով կարողացավ գրավել բոլոր չարտերը, Ketsai խումբը, K-pop, Olivia Dini մասին դե արդեն նշեցինք, Demarius-ը, Leon Thomas-ը, Lola Young-ը, ամենակարևոր երևի անվանակարգերից մի քանիսն էլ հիշեցնենք, տարվա երգ անվանակարգում պայքարելու են Billie Eilish-ը, Wildflower-ով, Main Child of Sabrina Carpenter-ը, Luther-ով, ներողություն եմ խնդրում Lady Gaga-ն, այո, Abracadabra-ով, Kendrick Lamar-ը իր Luther-ով, Men's Best Friend-ը Sabrina Carpenter-ի կողմից էլի ներկայացված, Justin Bieber-ն է վերադառնում, Swag, այո, շատ զարմանալիորեն, այո, Swag տրամադրությամբ, որը նա հենց ի սկզբանե կարելի ասել, որ ներմուծել էր, որովհետև առաջինն էր, որ այդ երիտասարդական շարժումը բերեց եւ տարվա լավագույն ալբոմ անվանակարգում պայքարելու են Tyler the Creator-ը, Leon Thomas-ը, Kendrick Lamar-ը, Jenny Xov, Lady Gaga-ն, Mayhem-ով, Sabrina Carpenter-ի Men's Best Friend-ը, տղամարդու լավագույն ընկերը, բավական սկանդալային եւ բազմաթիվ քննադատությունների արժանացած ալբոմով առաջադրված է, Bad Bunny-ն իր ամբողջ ամառ մեզ ուղեկցած հրաշալի ալբոմով, որը ցավոք
իսպաներեն անուն ունի եւ ես դժվարանում եմ արտաբերել, բայց իր վերջին ալբոմով Bad Bunny-ն նույնպես առաջադրված է Grammy եւ ես կարծում եմ, որ ամենամեծ շանսերը ունի հենց Bad Bunny-ն, որովհետեւ այս տարվա եթե վերհիշենք ամառը ամենահնչեղ ալբոմն էր եւ երգերը մեզ ուղեկցեցին ամբողջ ամառվա Բայց ես կարծում եմ Lady Gaga-ին բաժին կհասնի այդ մրցանակը կամ գոնե տարվա երգ Abracadabra-ն կլինի։ Սպասենք տեսնենք փետրվարին է նախատեսված Grammy-ն, ամենակարևորը Beyoncé-ն չկա ոչ մի անվանակարգում։ Նա հանգիստ է տվել բոլորին։ Իդեպ նշեմ, որ լավագույն ձայնագրություն բաժնում մոռացանք տարվա հիթերից մյուսին նույնպես անդրադառնալ Rose-ի, K-pop արտիստ Rose-ի եւ Bruno Mars-ի Apathy երգը, որը ամենուր էր եւ մինչեւ վերջերս էլ կարծես թե ուղեկցում էր։ Իդեպ այս երգը նկատել եմ, որ շատ սիրելի էր, հատկապես երեխաների կողմից։ Շատ հաճախ է Սոնա Ռուբենյանի փոքրիկին։ Այո, շատ հաճախ եմ տեսնում, որ երեխաները հատկապես այս երգը շատ հավանում են։ Այս երգը իդեպ հաշվի առնելով, որ ընդամենը 1 տարվա պատմություն ունի, արդեն 2.1 միլիարդ դիտում ունի միայն YouTube-ում, ել չեմ ասում մնացած երաժշտական հարթակները, որոնք արևմուտքում ավելի հայտնի են, Հայաստանում է, չէ, որ մենք շարունակում ենք դեռ երգեր հիմնականում լսել YouTube-ով, խուսափելով վճարել օրինակ Apple Music-ին կամ Spotify-ին։ Եվ գանք այսօրվա նշանավոր դեպքերին, այսօր ինչպես նշեցինք նոյեմբերի 12-ն է եւ տարվա ավարտին մնացել է 5 տասնյակից էլ քիչ օր, 49 օր, ինչ կա չկա այսօր աշխարհում, նախ անդրադառնանք ծնունդներին, Օգյուստ Ռոդենն է, ֆրանսիացի քանդակագործ եւ գրաֆիկ, ծնվել 1840 թվականի այս օրը, կինոյի եւ թատրոնի դերասան Հրաչյա Ներսիսյանը եւս այսօրն է ծնվել 1895 թվականին։ Ունենք նաև իդեպ հոլիվուդյան աստղեր, փաստորեն, որ այսօր են ծնվել, օրինակ Ռայան Գոսլինգը այսօր 44 տարեկան է դառնում, Էն Հեթուեյը 42։ Գանք խորհրդային դեմքերին Լյուդմիլա Գուրչենկոն, սիրված երգչուհի եւ դերասանուհի, խորհրդային տարիների 1935 թվականի այս օրն է ծնվել, քանդակագործ Հայկ Թոքմաջյանի ծննդյան օրն է նաեւ այսօր, եւ կարծես թե այսքանը եւ իհարկե այն բոլոր մարդիկ, ովքեր ծնվել են այսօրը, շնորհավորում ենք ձեզ, թող անմոռանալի լինի նոյեմբերի 12-ը, ձեզ միայն լավ հուշեր, նվերներ, անակնկալներ ենք մաղթում եւ հատկապես որ եղանակն էլ տրամադրող է։ Այո, ժամ առավոտյան 9:47 արդեն, հուսով ենք, որ օրը լավ եք սկսել, հուսով ենք, որ մեզ հետ եք, անկախ նրանից իմացանման մեջ եք, թե ինչպես Սևակը ձեր նախաճաշն եք պատրաստում, այնպես որ ապետը։ Այո, տարվա հիթերից մեկը։ Game start. Apathy, 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 kissy face, sent to your phone, but I'm trying to kiss your lips for real. Red hearts, that's what I'm on, yeah. Come give me something I can feel. Don't you want me like I want you, baby? Don't you need me like I need you now?
Սուրճ ու սեր առավոտից։ Քանի դեռ խոսում ենք երիտասարդներին հետաքրքրող թեմաներից եւ երիտասարդական մրցանակաբաշխություններից, նշենք, որ ցավոք երիտասարդների եւ անչափահասների շրջանում տարածվել է մի թրենդ, մի նորամուծություն, որը կարող է վնասակար լինել ինչպես հենց նրանց առողջության, այնպես էլ քաղաքային գույքի համար։ Այո, վերջին շրջանում, չգիտեմ, նկատած կլինեք թե չէ, սկզբում տեսանք աշխարհի տարբեր երկրներում, հետո արագ եկավ հասավ Հայաստան, կոնկրետ մի երկի ուղեկցությամբ երիտասարդները կախվում են տարբեր ցուցանակներից, օրինակ փողոցների անունները ցույց տվող կամ քաղաքի մուտք ելքը ազդարարող եւ պարզապես դրանից կախված տեսանյութեր են նկարում եւ վեգա նկատել ես, երբ ինչ որ թրենդ ես ուզում բացատրել, երբ դա բացատրում ես, արժե զրկվում է միանգամից, որովհետեւ շատ թրենդեր մենք հասկանում ենք, բայց բացատրելու պահին հասկանում ենք դա ինչքան անմիտ է։ Իրականում երբեմն ես կարծում եմ, որ իրականացնելու պահին էլ հաճախ որոշ թրենդներ ինքը քեզ պիտի հարց տաս եւ եթե գոնե մի վարքյան կողքից նայես, հարց կծակի թե դե լավ, ես այս պահին ինչ եմ անում, այն ցուցանակները, ինչպես Սևակը նշեց, որոնք քաղաքի փողոցներն են մատնանշում, բռնվում են երիտասարդները դրանից եւ ինչ որ պարային շարժումներ են կատարում եւ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ նման գործողություններից, խուսափելով անցանկալի հետևանքներից։ Նշված է, որ նշված գործողությունները կարող են առաջացնել անցանկալի հետևանքներ, նախ եւ առաջ վտանգելով դրանք իրականացնողների առողջությունը, պատճառելով տարբեր վնասվածքներ, բացի այդ կարող է վնասվել պետական գույքը, ինչն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն եւ 3 օրինակ տեսանք, մեր ընկերներից մեկը հրապարակել էր արդեն լուսանկար, որտեղ պոկված, կոտրված եւ գետնին ընկած էր ցուցանակը, ինչը իհարկե լավ չէ։ Աչքովս ընկավ 3 հանրային հեռուստաընկերություն անգամ ռեպորտաժ էր պատրաստել եւ նշվում էր, որ ոստիկանությունից էին խոսում եւ ասում են, որ սա թեև այնպիսի արարք է, որ զանցանք չի ենթադրում եւ որևէ պատասխանատվություն էլ չի ենթադրում, դե օրենքը գրելիս ինչ մտքով անցնի մարդկանց, որ մի օր կտարածվի թրենդ, երբ մարդիկ կկախվեն ցուցանակներից, բայց էլի խորհուրդ են տալիս, այո, նախ մտածել սեփական առողջության մասին եւ հետո քաղաքային գույքի մասին, որը արդեն պատկանում է բոլորիս եւ պետք չէ այն վնասել։ Իդեպ այդ թրենդը այս երկով է ուղեկցվում, չգիտեմ, ինչ շատ հայտնի չէր։ Kid Cudi երգն է, որը բավական հին է, եթե չեմ սխալվում, այո, դեռ վաղուց է թողարկվել եւ TikTok-ի ուժով վերջին շրջանում այսքան տարածված եւ հայտնի է դարձել։ Իդեպ Սևակ նշենք, որ ցավոք շատ հաճախ են եղել եւ ոչ միայն TikTok-յան դարաշրջանում, դեռ ավելի վաղ, երբ այլ սոցցանցերից էինք օգտվում, շատ հաճախ էին լինում թրենդներ, որոնք վտանգում էին պատանիների առողջությունը, կային թրենդներ, որ ինչ որ բարձր տեղերից պետք էր լուսանկարվել, թրենդներ, որ առանց ճանապարհին նայելուն ընթանում էին տեսանյութ նկարահանելով կամ մեքենային զուգահեռ էին ընթանում, մեքենայից էին կախում։ Մի խոսքով թրենդերը, հատկապես սոցցանցերում տարածված թրենդերը, ֆլեշմոբերը ուրախություն պատճառելու համար են եւ եթե հասկանում եք, որ դրանք կարող են վտանգել ձեր կամ ձեզ շրջապատող մարդկանց առողջությունը, ապա պետք է եւս մեկ անգամ ինքներդ ձեզ հարց տաք, ինչի համար եմ ես սա անում։ Իդեպ վեգա այն օրը պատահական հիշեցի եւ փառք տվեցի Աստծուն, որ կվադրոբերներին կարծես հրաժեշտ տվեցինք, չէ՞, ինչ որ կայծակնային արագությամբ տարածվեց, թվում էր թե մարդկությանը արդեն վտանգ է սպառնում, տարբեր հետազոտություններ, չէ, ռեպորտաժներ, ֆիլմեր եղան նրանց մասին, բայց կարծես թե այլևս չկան։ Ես, եթե անկեղծ Հայաստանում գոնե չեմ էլ հանդիպել այս թրենդը, ինչի արդիվ շատ ուրախ եմ, բայց նկատել եմ, որ այո, թրենդը մարել է, իդեպ խոսելով թրենդերից, ես հիշում եմ, որ տարիներ առաջ ներկայիս պատանիները թերևս չեն էլ հիշի, շատ տարածված էր այն հայտնի խաղը Պոկեմոններ որսալու, երբ հեռախոսի միջոցով կարողանում էր այդ հայտնի ճապոնական անիմեի հերոսներին տեսնել, նրանք չէին երևում բնականաբար, որովհետև իրականում չկային, բայց հեռախոսային հավելվածը քաղաքի տարբեր հատվածներում ցույց էր տալիս եւ նրանց որսալուց ամբողջ աշխարհում խնդիրներ էին լինում, շատերը ցավոք վթարների պատճառ էին դառնում կամ վրաերթի էին ենթարկվում, որովհետև հեռախոսի մեջ մտած վազում էին քաղաքով եւ փողոցներով մեկ, այնպես որ եւս մեկ անգամ հորդորում ենք եւ կոչ ենք անում մեր շատ սիրելի ռադիո լսողներին, հատկապես երիտասարդներին եւ պատանիներին զերծ մնալ թրենդներից կամ նորամուծություններից, որոնք կարող են վնասել ձեզ։ Այո, աշխարհում շատ թրենդներ կան, որոնք հաճելի են, ես միշտ սիրում եմ այնպիսի թրենդներ, որոնք ինչ որ մանկության լուսանկարների հետ են կապված կամ կենթանիների ընտանի, այնպես որ ընտրելիս ընտրեք այնպիսիները, որոնք չեն վտանգի ձեր առողջությունը։ 9:55 մենք շարունակում ենք մեր ընթացքը եւ Կարինե Մկրտչյանն է մեզ գրել,
բարի լույս, գեղեցիկ օր եմ մաղթում բոլորին, արև շաղ, պայծառ ու անակնկալներով լի շատ շնորհակալ ենք այս մաղթանքի համար։ Հիշեցնենք, որ արև շաղի տեսանկյունից կա հավանականություն, մինչև 19 աստիճան է լինելու այսօր մայրաքաղաքում ջերմաստիճանը այդքան բարձրանալու է եւ անձրևներ չեն կանխատեսվում թե մայրաքաղաքում եւ թե հանրապետության մյուս մարզերում։ Րոպեներ անց մենք արդեն ռադիոլուրի մեր գործընկերոջը կհյուրընկալ ենք մեր տաղավարում, որպեսզի իմանանք թե ինչ է կատարվել Հայաստանում ու աշխարհում ժամը 10-ի դրությամբ, իսկ հիմա երևի լսենք գովազդ, մեր մոտ գովազդային դադար, կվերադառնանք րոպեներ անց։ Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից մենք շարունակում ենք եւ տաղավարում է Հասմիկը Մարտիրոսյան, ռադիոլուրի մեր սիրելի գործընկերը։ Հասմիկ, բարի լույս։ Բարի լույս։ Վստահ ենք մեզ համար ինչ որ հետաքրքիր նորություն եք այսօր նույնպես առանձնացրել։ Հետաքրքիր եւ ինձ թվում է մեր ունկնդիրներին մասնավորապես կհետաքրքրի ինչով, քանի որ քիչ առաջ րոպեներ առաջ տեղեկացրա հիդրոթերապևտաբանության մոնիտորինգի կենտրոնի ղեկավարը հայտնեց G4 մակարդակի շատ ուժեղ մագնիսական փոթորիկ է այս պահին։ Ես կարող եմ ասել, որ G1 ամենաթույլն է համարվում, սա G4 է, որը շատ նշում են վտանգներով է հղի, մասնավորապես ինչպես կարող է անդրադառնալ առողջության վրա։ Այն մարդիկ, ովքեր ճնշման տատանումներ ունեն, կարող են շատ ջուր խմել։ Ես քիչ առաջ կարդացի, թե բժիշկները ինչ խորհուրդներ են տալիս, մասնավորապես աշխատունակության անկում կարող է գրանցվել, գլխացավեր, այդ թվում նաև ալերգիաները կարող են սրվել, այնպես որ այս օրերին, այսօր եւ վաղը կարող են ուշադիր լինեն եւ էներգահամակարգի աշխատանքի խափանումներ կարող է տեղի ունենան, իրավիճակ ազդում է նաեւ թռչունների եւ կենդանիների միգրացիաների ուղիների վրա։ Այնպես որ փոթորիկը այս պահին G4 մակարդակի է, տեղյակ լինեն մեր ունկնդիրներն էլ եւ եթե գլխացավեր կունենան, իմանան, որ կապված է արևի այս տատանման հետ, բռնկման հետ։ Ահա, հետաքրքիր է, ճիշտ ասած ես երբեք ուշադրություն չեմ դարձնում նման բաների, բայց հաճախ լսում եմ գործընկերներս, օրինակ տրամադրության անկումը, աշխատունակության ակտիվացումը կամ անկումը։ Մեծահասակների մոտ մասնավորապես, այո, կապում են հիմնականում սրա հետ մագնիսական փոթորիկների հետ։ Շատ լավ, իսկ ահա տեսնենք, թե ինչ է կատարվում աշխարհում եւ Հայաստանում ժամը 10-ի դրությամբ իրադարձություններին մեզ կտեղեկացնի Հասմիկ Մարտիրոսյան։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։
Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիո լուրը շարունակում է աշխատանքը, տաղավարում Հասմիկ Մարտիրոսյանն է, կարևորի մասին համառոտ։ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանների հետ։ Արարատ Միրզյանը եւ Դանիայի եվրոպական հարցերով նախարարը քննարկել են գործակցության զարգացման հնարավորությունները։ Մարկո Ռուբիոն հանդիպել է Սիրիայի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հետ։ Թեմաները ընդգրկում վարքյաններ անց։ Եվ այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանների հետ եւ հանդիպմանը մասնակցել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը։ Վարչապետը եւ դեսպանները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ընթացիկ օրակարգը, վերջին շրջանում արձանագրված առաջընթացը եւ հետագա համագործակցության հեռանկարները։ Մտքեր են փոխանակվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի արդյունքում տարածաշրջանում ձևավորված իրավիճակի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված քայլերի, այդ թվում թրիփ եւ խաղաղության խաչմերուկ նախագծերի շուրջ։ Նշեմ, որ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նույնպես հանդիպել է Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ եւ Գրիգորյանը անդրադարձ է կատարել Հայաստան Եվրոպական միություն եւ Հայաստան ԵՄ անդամ պետությունների հետ գործակցության ընթացիկ օրակարգին եւ ինչպես նաեւ կարեւորել է վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումները։ Դեսպանների հետ հանդիպել են նաեւ ազգային ժողովի նախագահը, հանրապետության նախագահը եւ արդարադատության նախարարը։ Կայացել է արտգործնախարար Արարատ Միրզյանի եւ Դանիայի արտգործնախարար Լարս Լոկե Ռասմուսենի առանձնազրույցը։ Արարատ Միրզյանը եւ Լասմուսենը քննարկել են համագործակցության ընդլայնման ուղղված գործնական հնարավորությունները, այդ թվում գործարար կապերի, ներդրումների խթանման, նոր արարությունների, վերականգնվող էներգիայի եւ այլ ոլորտներում հնարավոր կոնկրետ ծրագրերը։ Նախարարները քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման ուղղված աշխատանքները, հաշվի առնելով Եվրամիության խորհրդում Դանիայի ընթացիկ նախագահությունը։ Արտգործնախարարությունից տեղեկացնում են, որ Միրզյանը հանդիպել է նաև Դանիայի եվրոպական հարցերով նախարար Մարի Բիեռի հետ, անդրադարձ է կատարվել վերջին շրջանում մի շարք ուղղություններով արձանագրված ձեռքբերումներին եւ առաջիկա անելիքներին, այդ թվում վիզաների ազատականացման ուղղությամբ։ Այժմ միջազգային անցուդարձի մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Սիրիայի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Ասադ Ալ-Շայբանի եւ Հաքամ Ֆիդանի հետ։ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում են քննարկել են տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ամրապնդման հնարավորություններ, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարի շարունակական ջանքերը։ Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաեւ Սիրիայում անհետ կորած ամերիկացիներին գտնելու շարունակական ջանքերին։ Պետքարտուղարը ընդգծել է նախագահ Թրամփի հանձնառությունը Սիրիացի ժողովրդին խաղաղության եւ բարգավաճման հնարավորություն տալու եւ տարածաշրջանային գործընկերության կարեւորությունը Սիրիայի վերականգնման ջանքերին աջակցելու համար։ Ըստ BBC, Սիրիան կմիանա իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիային, հենց այն մարդու ղեկավարությամբ, որը եղել է այդ խմբավորման առաջամարտիկներից մեկը։ Ահմեդ Ալ-Շարան, որը նախկինում հայտնի էր Աբու Մուհամմադ Ալ-Ջուլանի անունով, ժամանակին սերտորեն գործակցում էր Իրաքում Ալ-Քաիդայի առաջնորդի հետ, տեղեկացնենք, որ երեկ նա հանդիպել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Բելարուսին բողոքի հայտագիր է ներկայացրել։ Սահմանը փակ պահելու ժամկետը երկարաձգելու մասին հայտնել է Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը եւ հաղորդագրությամբ ընդգծել նման դեպքերի կրկնության պարագայում սահմանը փակ պահելու ժամկետը կերկարաձգվի կամ կիրականացվեն հավելյալ գործողություններ։ Հոկտեմբերի 29-ին Լիտվան մեկ ամսով փակել էր Բելարուսի հետ ճանապարհային սահմանը, պատճառը իրենց երկրի օդային տարածք Բելարուսից ապօրինաբար մտնող մաքսանենկ օդապարիկներն էին։ Ի պատասխան Բելարուսը արգելել էր Լիտվայում գրանցված բեռնատարներին եւ տրակտորներին երթևեկել իր ճանապարհներով եւ տեղեկանում ենք Լիտվայի կողմից սահմանը փակելու պատճառով ավելի քան 1000 լիտվական բեռնատար է կուտակվել բելարուսական կողմում։
Եվ լրահոսի վերջին լուրը Վրաստանի եւ Ադրբեջանի վարչապետները հերրախոսազրույց են ունեցել եւ քննարկել են թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման հարցը։ Ալի Ասադովը նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, օգնել որոնողափրկարարական աշխատանքների հարցում։ Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ Վրաստանի տարածքում վթարի է ենթարկվել Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող S-130 թուրքական ռազմական բեռնատար ինքնաթիռը։ Թուրքիայի ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ կործանված ինքնաթիռում եղել է պաշտպանության նախարարության 20 աշխատակից, այդ թվում թռիչքային անձնակազմը։ Այժմին այսքանը տաղավարում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, ինչպես կզարգանան իրադարձությունները, կտեղեկացնենք ժամը 11-ին ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։ Աստղազարդ երկնքով սուպ անցա, երազանք շաղելով մեզ մոտ ասա, եկար երկար քո թևով, տարար արար աշխարհով, եկար երկար քո Ճանապարհն է տանում միշտ վար ու վեր, երազանքն է վարում լույսի պայծառ լապտեր, Սուրճ ու սեր առավոտից։ Դիսնեյան լավագույն մուլտֆիլմերից, լավագույն երգերից է հիշեցնում մեր Ալբերտի երգը, որն այս տարի ներկայացնելու է Հայաստանը մանկական Եվրատեսիլում։
եւ իսկապես ամեն լսելիս էլ ավելի լավն է դառնում։ Այո, իսկապես շատ գեղեցիկ երգ է, շատ հուզող, հաճախ մանկական երգերին մենք այսպես վերաբերում ենք որպես ուղղակի մի ստեղծագործություն, որը երեխաների շրջանում միգուցե տարածվի եւ կավարտվի այդ երգի հայտնիությունը, բայց սա, ինչպես ասում են, մեծական երգ է, բայց եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ երեխաների էներգիան եւ զգացմունքները հաճախ ավելի անկեղծ եւ սրտին կպնող են, քան մեծահասակներին։ Ես իսկապես հույս ունեմ, որ Ալբերտին կհաջողվի կրկնել գուցե Ռոզալինի հաջողությունը եւ տեսնելով թե որքան կախարդական ձայն ունի նա, գուցե հենց ինչ որ շատ հայտնի Pixar-ը կամ Disney-ը առաջարկեն կատարել իրենց մուլտֆիլմերից մեկի սաունդթրեքը, քանի որ ես իսկապես կարող եմ պատկերացնել թե ինչպես կհնչեր։ Իդեպ փոքրիկ, չասեմ սկանդալ, բայց քննարկումների առիթ էր դարձել Ալբերտի հրաշալի տեսահոլովակը TikTok-ում եւ պատճառը հենց դրա շատ հրաշալի լինելն է։ Մարդիկ ենթադրել էին տարբեր երկրներից, որ սա AI-ի կողմից ստեղծված տեսահոլովակ է եւ քննադատում էին, ասելով, որ այդքան էլ անկեղծ չէ, արդար չէ, ինչպես կարելի է AI-ով արհեստական բանականությամբ ստեղծել տեսանյութը, սակայն դա այս ենթադրությունները իրականությանը չէին համապատասխանում, սա իրական անիմացիա է, արված ավելի ավանդական ճանապարհով եւ առանց արհեստական բանականության միջամտության, այնպես որ պատահական չէ, որ այսքան մեծ արձագանք է գտել եւ Այո, կես միլիոն դիտում ունի այս պահին այս երգը, գրեթե կես միլիոն, ինձ թվում է այսօր կհատի 474,000 միայն YouTube-ում եւ հասցրինք մոնիտորինգ անել այս տարվա պատվիրակների երգերի տեսահոլովակների շարքում ամենադիտվածն է, այնպես որ Ալբերտին մեծ հաջողություն ենք մաղթում, Braveheart, իսկապես նա կարծես ունի այդ քաչ սիրտը, նա է առաջ ում սիրտն է քաչ, երգի գլխավոր ուղերձը սա է, դեկտեմբերի 13-ին է, կարելի ասել ուղիղ մեկ ամսից Թբիլիսիում կկայանա մանկական Եվրատեսիլը եւ տեսնենք թե ինչ հաջողություններ կունենա մեր փոքրիկը։ Իսկապես վստահ եմ, որ հրաշալի ելույթ է ունենալու, իսկ ամենակարևորը կարծում եմ դա է հորիզոնականները եւ մնացած ավելի հետո են գալիս։ Իհարկե հուսով ենք նաեւ որ բարձր հորիզոնական կզբաղեցնի, բայց նախ եւ առաջ հրաշալի ելույթ ենք մաղթում։ Եվ նոյեմբերի 12-ն է այսօր, ովքեր նոր են մեզ միացել, ձեզ եւս մեկ անգամ ասում ենք բարի լույս, ովքեր առավոտից են հետևում, ուրախ ենք, որ շարունակում եք մնալ մեզ հետ 10-12 այսօր նոյեմբերի 12-ը ինչպես նշեցի եւ չորեքշաբթի աշխատանքային շաբաթը կիսվել է եւ շատ մի գեղեցիկ օր է այսօր նշվում գեղագրության օրը, մի մասնագիտություն կամ մի ոլորտ, որը ցավոք տեխնոլոգիայի զարգացման հետ կապված կարծես երկրորդ պլան է մղվել, ընդհանրապես ձեռագիր գրելուն մենք կարծես թե վաղուց հրաժեշտ ենք տվել, ուր մնաց ուշադրություն դարձնենք գեղեցիկ ձեռագրին եւ գեղագրությանը, բայց լավ է որ կան մարդիկ, մասնագետներ, որոնք շարունակում են եւ ամենակարևորը ուսումնասիրում են։ Այո, գեղեցկության եւ մշակութային արժեքների այս ձեռագիր գրի մասին հիշեցնելու համար է նշվում այսօրը, որովհետեւ մասնագետները նշում են, պնդում են, որ ձեռագիր գրելը կարեւոր է ոչ միայն այս մշակույթը պահպանելու, այլև ուղեղի համար եւ շատ հաճախ, եթե ինչ-որ բան կարեւոր է եւ ուզում եք հիշել, օրինակ, մասնագետները խորհուրդ են տալիս դա անել, դա գրառել ձեռագիր եւ ոչ թե ձեր համակարգչում, ինչպես նաեւ հանգստացնող ազդեցություն ունի, ասում են գրել Դե իսկ գեղագրության մասին արդեն մեզ կպատմի մեր հյուրը րոպեներ անց։ Այո, նա արդեն սպասում է մեզ միանալուն, այնպես որ եւս մեկ երգ լսենք եւ արդեն կզրուցենք մեր հյուրի հետ։ Զանգում եմ քեզ
ես երազումս դու էր ու ես Չէինք խոսում բարերն ավելորդ էին լռության մեջ դու էր ու ես Արի ցերեկը գիշերի վերածենք Գիշերվա երազին մատնվենք լռենք Լռության մեջ լույս խառնենք Մեր պես անորոշ մի երկինք գծենք Արի ես գիշեր լուսաբաց կունենք Արի երկար երկար լռենք Աստղերն առնենք ու մոմի պես վարենք Անվերջ նայենք ու մոմի պես վարենք Արի գիշերը վերածենք ցերեկի Ցերեկը գիշերի Գիշերը ժամանակը թող կանգարի Իսկ ժամը ծուծուազի Արի գիշերը վերածենք ցերեկի Ցերեկը գիշերի Գիշերը ժամանակը թող կանգարի Իսկ ժամը ծուծուազի It wasn't fireworks, it was the way you looked at me Like you already knew who I was before you even spoke to me You never tried to fix me, you just stayed And somehow that healed me more than all the games they ever played It didn't happen overnight, it was the little things You remember the songs I skipped, you leave the light on when I work late And I love that, and I love that Da-da-da-da-da-da-da Արի գիշերը վերածենք ցերեկի Ցերեկը գիշերի Գիշերը ժամանակը թող կանգարի Իսկ ժամը ծուծուազի Արի գիշերը վերածենք ցերեկի Ցերեկը գիշերի Գիշերը ժամանակը թող կանգարի Իսկ ժամը ծուծուազի Ժամը ծուծուազի ցերեկը գիշերի Ժամը ծուծուազի ցերեկը գիշերի Ժամը ծուծուազի ցերեկը գիշերի Ժամը ծուծուազի ցերեկը գիշերի Գիշերն առանց լուսնի Տասնանց 17 շարունակում ենք մեր ուղիղ հեռարձակումը, ձեզ հիշեցնում մեզ ոչ միայն կարող եք լսել, այլև տեսնել Facebook-յան մեր հարթակում եւ armradio.am կայքում կա վիզուալ հատված, լայվը գործարկված է երկու հարթակներում էլ, մեզ կարող եք դիտել եւ գրել մեկնաբանություններ, հատկապես որ հետաքրքիր թեմայից ենք խոսում, վստահ եմ կունենաք հարցեր։ Սիրով ներկայացնեմ մեր հյուրին, այսօր զրուցելու ենք Մատենադարանի Ծաղկելու արվեստը մանրանկարչական ստուդիայի ուսուցիչ Լիլիթ Վարդումյանի հետ։ Բարի լույս Լիլիթ։ Բարի լույս։ Ինչպես են անցնում ձեր առավոտները, արդեն Մատենադարանում, արդեն ստուդիայում, թե հասցնում եք խաղաղ դանդաղ առավոտներ ունենալ։ Այո, մենք մատենադարանցիներս մի փոքր այդ հնարավորությունը ունենք ավելի խաղաղ առավոտ ունենալու։ Այո։ Քանի որ մենք թանգարան ենք, մենք մի փոքր ավելի ուշ ենք բացվում, քան մնացած այլ հաստատությունները։ 10-ին, չէ՞, եթե չեմ սխալվում։ Ավելի շուտ, Ավելի շուտ։ աշխատանքը սկսում ենք 10-ին։ Ահա, շատ լավ։ Ծաղկելու արվեստ շատ գեղեցիկ անուն ունի այն ստուդիան, որը գործում է Մատենադարանում եւ քանի որ այսօր հետաքրքիր օր է նշվում, հա, գեղագրության ինչ որ կերպ կապելով դրա հետ, ինչ է տեղի ունենում այս ստուդիայում։ Ստուդիան արդեն 8 տարի է գործում է։ Ստուդիա հաճախում են նրանք, ովքեր սիրում են նկարել։ Կամ նրանք, ովքեր պատկերացում ունեն, թե ինչ է մանրանկարչությունը։ Մենք խիստ պայմաններ չունենք, ովքեր կարող են գալ, սովորել, տարիքային 3 խումբ ունենք, 6-ից 12 տարեկան երեխաների համար, 13-ից 18 եւ 18-ից բարձր առանց սահմանափակման, եւ բոլորին հարկավոր է մի բան՝ սիրել նկարել եւ պետք է հետաքրքրված լինեն մանրանկարչությամբ։ Եթե նույնիսկ անգամ լսել են ու իրենք չգիտեն թե դա ինչ է, կարող են գալ եւ ճանաչել, իմանալ եւ փորձել սովորել մանրանկարչություն։ Մեզ մոտ հիմնականում ազատ ստեղծագործում են, հատկապես երեխաները։ Իհարկե առաջնահերթն այն է, թե ինչ կիմանան մանրանկարչության մասին, ընդհանրապես ձեռագրարվեստի մասին, մանրանկարչության դպրոցների, տեխնիկայի եւ այլն, բայց դա անում ենք աշխատելով, այսինքն մեր ստուդիայում երեխաները սովորում են աշխատելով։ Բոլոր խմբերը շատ են, բոլոր խմբերը ստեղծագործական մի աշխատանք են անում, օրինակ գիրք են ստեղծում, անիմացիոն ֆիլմ են ստեղծում, կամ պատկերազարդ ալբոմ են ստեղծում եւ աշխատանքի ընթացքում սովորում են մանրանկարչության տեխնիկան, ինչպես նաեւ գեղագրությունը։
այդ փորձնել ունենք մեր փոքրիկները, շատ փոքրիկները, ովքեր արդեն տառաճանաչ են, փորձել են նույնիսկ գրել։ Անցած տարի մի մեծ ալբոմ իրենք պատրաստեցին, մեր ամենափոքրիկները 5-ից 10 տարեկանների խումբը աշխարհի արարումը, որտեղ աշխարհի արարումից մինչև Նոյի պատմություններ, եւ նրանք ովքեր արդեն տառաճանաչ էին, էջեր կային, որ նաև գրել են իհարկե երկաթագրով, բայց շատ լուրջ մոտեցմամբ իրենք ուսումնասիրել են զարդագրերը, գրի տեսակները, անունները փորձել են հիշել, բայց լրիվ իրենց ձևով են արել եւ այդ ալբոմի հմայքը հենց դա է, որ իրենք իրենց տարիքին համապատասխան լրջությամբ ուսումնասիրել են, բայց ստեղծել են շատ մանկական մի աշխատանք, դա պետք է տեսնել ուղղակի։ Իսկ կտեսնել կարելի է, հետաքրքիր է ինչ որտեղ հետագայում աշխատանքները ցուցադրվում են, գուցե ցուցահանդեսներ եք ունենում, ինչ որ ավարտական նախագծեր, որոնց հնարավոր է լինում հետևել, գալ, տեսնել թե փոքրիկների, թե ավելի մեծ խմբերի ստեղծագործությունները։ Իհարկե պարբերաբար ունենում ենք ցուցահանդեսներ եւ այդ ալբոմը անցած տարի ներողություն այս տարվա սկզբին ձմռանը ցուցադրվեց մեր մեծ ցուցահանդեսի ժամանակ երեխաները նաեւ գրքեր են ստեղծում ասացի վերջերս լույս է տեսել մեր խմբերից մեկի կողմից ստեղծված վերջին գիրքը Անանյա Շիրակացու խրախճանականք թվաբանական խնդիրների նկարազարդ ալբոմն է։ Դե բոլորը գիտեն ով է Շիրակացին, 7-րդ դարի մեր մեծ գիտնականը, ով պարզվում է նաև հրաշալի մանկավարժ է եղել եւ ուսուցիչ եւ ստեղծել է թվաբանական զվարճալի խնդիրներ։ Մի մասը կոչվում են խրախճանականներ, որոնք մաթեմատիկական հնարքներով լուծվող խնդիրներ են եւ թվաբանական խնդիրներ, որոնց բովանդակությունն է շատ հետաքրքիր։ Այսինքն, եթե մաթեմատիկայի դիտանկյունից նայեք, իրենք նույնատիպ խնդիրներ են, սակայն բովանդակությունը շատ հետաքրքիր է։ Վերաբերում է Անանյա Շիրակացու ժամանակին, իրենից առաջ տեղի ունեցած պատմական կարևոր հետաքրքիր իրադարձություն, հերոսական իրադարձություններին կամ ուղղակի կենցաղային բովանդակության ինչ որ խնդիրներ են։ Եվ պատկերացրեք այդ ամենը երեխաները նկարում են։ Իհարկե պատկերացումները շատ բաների մասին 21-րդ դարին համապատասխան են եւ խնդիրը նաև այն էր, թե ինչպես երեխաները կկարողանան պատկերացնել 7-րդ դարը, ինչպես կկարողանանք մենք երեխաներին տեղափոխել ժամանակով հետ, ցույց տալ կենցաղը, հագուստը, մարդկային հարաբերությունների մասին խոսել, որովհետև օրինակ խնդիր կա գերիներ վերցնելու եւ գերիները որպես նվեր մաս բաժանելու մասին, օրինակ մի խնդիր, մի թեմա, որը պատկերացնելի չի մեր երեխաների համար, բայց դա շատ սովորական մի բան էր ներկայացվում դեռ 7-րդ դարում հաստորեն կար այդ գերիներ վերցնելու եւ նվիրելու եւ որպես խնդիր ներկայացնելու մշակույթը եւ հետաքրքիրն այն է, որ նաև դրա միջոցով, ինչպես որ ասացի, աշխատելով են սովորում, իրենք սովորում են մանրանկարչություն։ Այսինքն, մանրանկարչային կերպարները ինչպես են կառուցվում, հագուստը ինչպես է կառուցվում, գունային տեխնիկան ինչպես է դրվում, եւ կարծում եմ այն նպատակը, որ ունի մեր Ծաղկելու արվեստ ստուդիան երեխաներին ծանոթացնելու մանրանկարչությանը եւ մանրանկարչության տեխնիկային, մենք լուծում ենք այդ ձևով։ Շատ հետաքրքիր է։ Տեսեք 21-րդ դարում մեր անգամ ձեռագիր ուղակի գրիչով գրելը երբեմն երկրորդ պլան է մղվում եւ երբեմն եթե կարիք է լինում ինչ որ մի տեքստ մի քիչ երկար գրել, արդեն անսովոր է ձեռքը։ Հետաքրքիր է այդ միջնադարյան արվեստը ում է հետաքրքրում, նշեցիք 3 տարիքային խմբեր կան, ովքեր են այդ մարդիկ, այդ երեխաները, որոնք գալիս են, այսինքն ունեն սեր, թե պատահական իմանում են կամ մատենադարան այցի ընթացքում են բացահայտում այս ստուդիան եւ սիրահարվում են այս արվեստին։ Եվ հավելելով Սևակի հարցը, նաև հետաքրքիր է դուք ինչպես եք ստուդիայում կարողանում մեր օրերում նույնպես ակտուալ դարձնել այսքան հին եւ Հայաստանում դեռ շատ վաղուց տարածված արվեստը։
Ընտրությունը չեմ կարող ասել ինչպես է լինում, շատ տարբեր ձևերով։ Հիմնականում երեխաներին ծնողներն են բերում, դե ծնողներն էլ տարբեր տեղերից են իմանում, հայտարարությունով, նույնիսկ այսպիսի եթերների միջոցով, ցուցահանդեսի, գիրք լույս տեսնելու եւ այլն, եւ մենք ընդունում ենք բոլոր ցանկացողներին։ Մեզ համար չափանիշ չկա կարողությունների։ Եթե երեխան սիրեց նկարել, եթե ուզում է հաճախել ստուդիա, ուրեմն պետք է գա։ Մեզ մոտ չնկարող երեխա չկա եւ բոլորը ստեղծագործում են։ Իսկ ձեր հարցը Ինչպես եք դուք կարողանում ակտուալ պահել այս արվեստը, որը դեռ շատ վաղուց Հայաստանում տարածված է եղել, հնչեղանուններ ենք ունեցել այս ոլորտում։ Մանրանկարչությունը մեր գրաֆիկայի հիմունքներն են։ Գրքի նկարազարդումն է։ Եվ հիմա գրաֆիկ դիզայնը շատ պահանջված է, չէ՞։ Եվ մենք էլ 21-րդ դարին պահանջներին համահունչ ենք գնում, անկախ նրանից, որ մատենադարանում ենք եւ շատերին կարող է թվալ, որ միայն միջնադար է եւ ժամանակը կանգ է առել այդ կառույցը։ Բայց այդպես չի։ Մենք ունեցել ենք ծրագիր, որ կոչվում է թվային մանրանկարչություն։ Հիմա բացատրեմ, թե ինչ է դա։ Այսինքն, եթե միջնադարում օգտագործում էին միջնադարին համապատասխան գրանյութ, օրինակ մագաղաթ, թուղթ, չէ, եւ օգտագործում էին այն գործիքները, որը հասանելի էր միջնադարում։ Հիմա 21-րդ դարում մենք էլ օգտագործում ենք թվային գործիքները։ Եվ այդ ծրագրի շրջանակներում երեխաները սկսեցին սովորել նույն մանրանկարչությունը վերափոխել թվայինի։ Առաջին գիրքը լույս տեսավ 19 թվականին շնորհալու հանելուկներն են, որոնք ստեղծել էին երեխաները, փոքրիկները նկարազարդել էին, փոքրիկ նկարներ էին արել, պատանիները դրանք թվայնացրել էին, իլյուստրացիաներ էին արել եւ գիրքը սկզբից մինչեւ վերջ կազմել էին, պատրաստել էին։ Եւ երկրորդ գիրքը, որ լույս տեսավ էլի ամբողջությամբ ծայրից ծայր երեխաների ձեռքով ստեղծված դա Անանյա Շիրակացու խրախճանականքն է։ Այսինքն մենք պետք է միշտ օգտագործենք այն գործիքները, որոնք հասանելի են գեղեցիկը ստեղծելու համար, մնայունը ստեղծելու համար, եթե կան այդ հնարավորությունները, ուրեմն պետք է օգտագործենք։ Հիմա ինչպես անենք, որ պահպանենք նաև մեզ հասած ժառանգությունը, որը շատ հարուստ է, եթե մենք միայն մանրանկարչությունը վերցնենք, 1500 մոտավորապես 1500 տարվա պատմություն կարող ենք ասել, որ ունի եւ իր հետաքրքիր զարգացումն է ունեցել, այդ ամենը ինչպես անենք, որ կիրառելի լինի մեր օրերում։ Դրա համար մենք ունենք մեծահասակների խմբում ծրագիր, զարդարվեստի կուրս, որը սովորեցնում է պարզագույն ձեռագրերում առկա զարդարվեստը, պարզագույն բուսական զարդանախշերից մինչև ամենաբարդ զարդագիր տառերը։ Եվ ինչ է դա տալիս նրանց, ովքեր ուզում են ստեղծագործել։ Իրենք կարողանում են մանրանկարչությունը ամենակարևորը գրագետ ձևով հիմա կիրառել։ Տարբեր բաներ ձևավորելու համար։ Գիտեք, շատերն են սիրում հիմա օրինակ զարդագիր տառերով հագուստ, շարեր, պայուսակներ եւ այլն եւ այլն, եւ ոչ միայն զարդագրերով, ընդհանրապես մանրանկարչությունը սիրում են կիրառել կիրառական, նորաձևության մեջ, կիրառական արվեստում եւ այլն, եւ մենք տալիս ենք հնարավորություն, որ դա անեն գրագետ ձևով։ Այսինքն կարող ենք ասել, որ ստուդիան ավարտելուց հետո կարող են նաև որպես հենց մասնագիտություն դիտարկել թե մանրանկարչությունը, թե գեղագրությունը, որովհետև շարունակում է ակտուալ մնալ։ Ընդհանրապես գրաֆիկ դիզայնը եւ ոչ միայն գրաֆիկ դիզայնը, ճարտարապետությունը եւս, որովհետև մենք ունենք աշակերտներ, որոնք հաճախել են կամ մի քանի տարի հաճախել են ստուդիա կամ արդեն շրջանավարտ են եւ իրենք ընտրել են մեծ մասը ընտրում է գրաֆիկ դիզայնի մասնագիտությունը, նաև ճարտարապետությունը, քանդակագործություն, նկարչություն, գեղանկարչություն եւ այլն։ Իհարկե բոլորը չէ, որ այդ ուղղությունն են ընտրում, բայց կարծում եմ դա մեծ ազդեցություն է թողնում իրենց ամբողջ կյանքի համար, որովհետեւ իրենք իմանում են ինչ է գեղագիտությունը։
Դա Գեղեցիկը տեսնելու եւ ստեղծելու արվեստին են ծանոթանում առնվազն։ Եվ բացի դրանից հենց դա էլ ուզում էի հարցնել, շատ հաճախ մենք ինքներս մարդիկ, որոնք առանձնապես չունեն նկարչական հմտություններ, ձեռք ենք բերում խանութներից այդ մանրանկարներ կամ գեղագրության ինչ որ նմուշներ, որոնք կարելի է ներկել, նյարդերը հանգստացնել։ Կարող ենք ասել, որ հոգեբանության վրա նույնպես ստուդիա հաճախելը կարող է լավ ազդեցություն ունենալ, քանի որ իսկապես հանգստացնում է, չէ՞, այդ process-ը։ Այո, եւ մենք ունենք այդպիսի մի փորձ մեր մեծահասակների խումբ բացեցինք 21 թվականի փետրվարին, դա պատկերացնում եք ու հիշում եք թե ինչ ժամանակներ էին պատերազմից եւ այդ կորուստներից հետո եւ այն ուսանողները, որ հաճախում էին մեզ մոտ, իրարից անկախ եւ տարբեր ժամանակներում նույն բանն էին ասում, որ սա տալիս է իրենց հոգու հանգստություն, խաղաղություն, այն 1.5 ժամը, որ իրենք անց են կացնում ստուդիայում, ուղակի կտրվում են այդ առօրյայից, այդ բոլոր մտքերից, ասում են դուռը փակում ենք, ներս ենք մտնում բոլորովին ուրիշ աշխարհ, լիցքավորվում, լիցքաթափվում եւ դուրս են գալիս, այնպես որ դուք իրավացի եք, այո, նաեւ հոգեբանական ազդեցություն է թողնում մանրանկարչությունը, գեղեցիկը ընդհանրապես եւ ուրախ եմ, որ եղել է այդ հնարավորությունը եւ շարունակում է գործել մեծ ասակների։ Այո, ամենակարևորը հաճելի է, որ շարունակում եք դուք այդ գործը։ Լիլիթ, եթե նաեւ անդրադառնանք ձեր մասնագիտական ընտրության, ինչպես ժամանակին դուք ընտրեցիք մանրանկարչությունը, այնպես չէ, որ այդ ժամանակներում այն էլի տարածված էր, հաշվի առնելով սա միջնադարյան, այո, արվեստ է, ինչպես եղավ ձեր ընտրությունը։ Շատ հետաքրքիր, մի անգամ ես արտահայտվել եմ արդեն, բայց նորից կասեմ եթերում իհարկե, բայց նորից կպատմեմ այդ պատմությունը։ Ես երեխա ժամանակ հաճախում էի գեղագիտության կենտրոն։ Հիմա կոչվում է Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն, եւ ովքեր հաճախել են, գիտեք այնտեղ ինչ մթնոլորտ է, ինչ ազդեցություն է թողնում այդ կենտրոնը երեխաների վրա, եւ մեր ուսուցիչը շատ էր խոսում մանրանկարչությունից, բայց առանձնապես շատ բան չէի էլ տեսել։ Եվ մի անգամ մայրս հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ է, հաճախ էր գրախանութ մտնում իր մասնագիտական գրքերի համար կամ նոր լույս տեսած գրքերի համար, եւ 12 տարեկան է ինձ ասեց՝ դու այստեղ նայի, տես մի բան ընտրի, ես գնամ իմ գրքերը նայեմ։ Ու Հրավարտ Հակոբյանի, իդեպ Հրավարտ Հակոբյանը մեր երկարակյաց, երկարամյա գիտնականներից է, ով մինչև հիմա ստեղծագործում է 95 տարեկան է։ Հրաշալի է։ Ուրեմն Հրավարտ Հակոբյանի Արցախուտիքի մանրանկարչությունը գիրքներ դրված, ես սկսեցի թերթել, դե կարդացի մանրանկարչություն, արդեն հետաքրքիր էր, սկսեցի թերթել եւ երբ որ մայրս եկավ, ասեց ինչ ընտրեցիր, ասում եմ այս գիրքն եմ ուզում։ Ասում եմ վստահ ես, որ սա ես ուզում, ասում եմ այո, հաստատ ես որոշել եմ, ես այս գիրքն եմ ուզում։ Եվ այդ գիրքը մայրիկն ինձ համար գնեց, այն մինչև հիմա ինձ հետ է, դա առաջին գիրքն էր, որ ես թերթել եմ, ճիշտ է ավելի ուշ եմ կարդացել, որտեղ 12 տարեկանում ես դա չէի կարող կարդալ եւ ընկալել, բայց դա դարձավ պատճառ, որ ես որոշեմ, որ հաստատ վերջնականապես որոշել եմ, որ լինելու եմ մանրանկարիչ եւ դարձա մանրանկարիչ, չնայած հետո շատ լավ հասկանում էի ու գիտակցում էի, որ մանրանկարչությունը արդի արվեստ չի, մանրանկարչությունը միջնադարյան արվեստ է, բայց պետք է նաեւ մարդիկ, ովքեր կուսումնասիրեն, կպահպանեն, ինչպես նաև կտարածեն եւ հուսամ ես այդ գործը հիմա անում եմ նաև ստուդիայի շրջանակներում։ Եթե ստուդիան այո հաջողությամբ գործում է եւ ունի սաներ, ուրեմն վստահաբար անում եք այդ գործը, ինչպես դառնալ ստուդիայի սան, կա տարվա մեջ ընդունելության փուլ, թե ով երբ կուզի կարող է միանալ։ Երեխաների խմբերին միանալու համար յուրաքանչյուր ամսվա սկզբին կարող եք դիմել, իսկ մեծահասակները միանում են երբ ցանկանում են, որովհետև մանրանկարչությունը միշտ անհատական մոտեցում է պահանջում եւ ցանկացած պահի կարող են միանալ մեզ։ Իսկ երեխաների հետ աշխատանք սկսում ենք սեպտեմբերին եւ ավարտում ենք հուլիսի 30-ին։ Ահա, ինչպես ուսումնական տարվա դեպքում է։ Բացի ձեզնից վստահ եմ ստուդիայում կան նաև այլ մասնագետներ, ովքեր են այդ մարդիկ, ընդհանրապես շատ են մանրանկարիչները այսօր, թե ռեսուրսը այդքան էլ բավական չէ այդ մեծ խմբերի համար։ Ոչ թե ռեսուրսը բավական չէ, այլ պահանջարկը շատ չէ։ Եվ մանրանկարչությամբ զբաղվում են միայն այն մարդիկ, ովքեր իսկապես այդ
միջնադարյան գեղեցկագույն արվեստի գերին են դարձել։ Սիրահարն են։ Ստուդիայում ունենք եւս մի մանկավարժ, ուսուցիչ, ով զբաղվում է երեխաների հետ այդ համակարգչային ծրագրերը սովորել։ Այո, ես վարում եմ մանրանկարչության դասերը եւ մեր հրատարակչության աշխատակից Անահիտ Խանզադյանը երեխաներին սովորեցնում է համակարգչային ծրագրերը, որովհետեւ մենք ունենք մի սկզբունք. ամեն ինչ պետք է անեն երեխաները իրենց ձեռքերով, առանց մեծահասակի միջամտության։ Եվ նույնիսկ այդ հարցում, դե մանրանկարչության պարագայում բացառվում է մեծահասակի միջամտությունը նկարչության ժամանակ։ Իսկ համակարգչային ծրագրերի եւ գիրք պատրաստելու դեպքում միջամտությունը հասցված է մինիմումի եւ մեր գրքերը իսկապես շատ անկեղծ են երեխաների կողմից պատրաստված, որովհետեւ միջամտությունը գրեթե զրոյական է։ Մենք ուզում ենք պահպանել իրենց անմիջականությունն ու անկեղծությունը։ Իսկ դիմելու համար պարզապես մոտենալ մատենադարան, թե գուցե ինչ-որ էջեր, կայք կա, որտեղ պետք է գրանցվել նախապես։ Մատենադարանում հայտարարություն կա դրված, նրանք ովքեր հետաքրքրված են կարող են այդ հայտարարությունը գտնել, այն պարբերաբար թարմացվում է, հեռախոսահամար է նշված, հեռախոսահամարով կարող են գրանցվել, պայմաններին ծանոթանալ եւ մնացած բաները։ Եվ բացահայտել մանրանկարչության զարմանահրաշ աշխարհը, գալ ու մասնակցել դասերին։ Շատ շնորհակալ ենք ձեր կատարած աշխատանքի համար, իսկապես հետաքրքիր է, որ մեր օրերում էլ կան մարդիկ, որ շարունակում են այս գործը փոխանցել նաև երեխաներին, միջին տարիքի մարդկանց, մեծահասակներին եւ այո, միգուցե նրանք լուրջ մասնագետներ չդառնան այս ոլորտում, բայց գոնե գեղեցիկը տեսնել, ստեղծել սովորում են։ Այո, ազդեցությունը անպայման կլինի եւ կտեսնենք մենք դա։ Շնորհակալ ենք, մեր տաղավարում էր Մատենադարանի ծաղկելու արվեստը մանրանկարչական ստուդիայի ուսուցիչ Լիլիթ Վարդումյանը։ Մենք յուրին կճանապարհենք հիմա մեր եթերում երաժշտական դադար, կվերադառնանք րոպեներ անց։ Ճանաչիր իմ անունն է Հայաստան, ես ազատ ու անկախ ինտերն եմ տակ, սա իմ անունն է, իմ ազգանունն է, հայ եմ ուր տանի ճամփան, Տեր Աստված ուշտում ես որ զորանանք, օգնի որ հզոր Հայաստան դառնանք, մենք ենք սարերը մեր, խաչն ու դրոշը վեր, շուշ բարուսեր Երազի իմ երկիր հայրենի Տունը 10 միլիոն հայերի Ես այս սերուն եմ հաղթողի
Հաղթողների մասին երգում էր Սոֆի Մխեյանը եւ հաղթողների մասին խոսելով էլ շարունակենք, անդրադառնանք սպորտի լուրերին եւ ունենք լավ լուրեր այստեղ։ Հայաստանը եւս 2 չեմպիոն ունի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, խոսքը բռնցքամարտի մասին է։ Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների շարքում չեմպիոն են դարձել Մանվել Պետրոսյանը 63 կիլոգրամ քաշային եւ Հարություն Հակոբ Կոխյանը 71 կիլոգրամ քաշային, երկուսն էլ եզրափակում մարտնչել են ռուս բռնցքամարտիկների հետ եւ հաղթել։ Թոմաս Տոմասյանը, Սուրեն Ռուբինյանը, Արես Հակոբյանը, Մարատ Միքայելյանը եւ Ալիկ Հովանեսյանը պարտվել են եզրափակում, նրանք էլ փաստորեն արծաթե մեդալներ են նվաճել։ Ավելի վաղ բրոնզի մեդալի արժանացել էին եւս մի քանի մարզիկներ եւ Հայաստանում առաջին ոսկե մեդալը նվաճել էր Էլիդա Քոչարյանը մինչեւ 23 տարեկանների այս առաջնությունում եւ դարձել հայ մարզուին այսպիսով դարձել է երակի չեմպիոն։ Եվ այս բոլոր արդյունքները հաշվի առնելով Հայաստանի ներկայացուցիչները փաստորեն ունեն 4 ոսկե, 5 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ Եվրոպայի առաջնության երիտասարդների պայքարում, ինչը հրաշալի է։ Շնորհավորում ենք եւ նաեւ շնորհակալություն ենք հայտնում մեր մարզիկներին։ Եվս մի լավ լուր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանից։ Ռուսաստանում Կրասնոդարի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վիճակագրական Who's Court կայքի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 25-ամյա կիսապաշտպանը 15 խաղում խփել է 6 գոլ եւ կատարել 11 գոլային փոխանցում։ Գործող չեմպիոն Կրասնոդարը 33 միավորով առաջատարն է։ Նույնքան միավոր ունի նաեւ երկրորդ տեղում գտնվող Մոսկվայի ԲԿՄ-ան։ Իդեպ նշեմ, որ հիշեցնեմ, այսինքն որ առաջիկայում օրեր անց ունենք, այսինքն վաղը արդեն, եթե չեմ սխալվում, ունենք այսօր արդեն ամսի 12-ն է, ունենք կարևոր խաղ, Հայաստանը կհյուրընկալի Հունգարիայի հավաքականին եւ Էդուարդ Սպերցյանը արդեն Հայաստանում է։ Նա տեսանյութ էր հրապարակել իր Telegram-յան ալիքում, որտեղ գրել էր ես արդեն Երևանում եմ, հավաքականում խաղալը միշտ առանձնահատուկ հուզումնալից է, մինչև Հունգարիայի հավաքականի դեմ հանդիպումն ունենք մի քանի օր, կպատրաստվենք, նշել էր Էդուարդ Սպերցյանը։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ մեր թիմը նոյեմբերի 13-ին Վարզգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կընդունի հունգարացիներին, իդեպ հունգարացի ֆուտբոլիստներից մեկը նույնպես արտահայտվել էր այս խաղի մասին, նա էլ նշել էր, որ ակնկալում է այնպիսի սցենար, ինչպիսին Բուդապեշտում է եղել, նրանք փորձելու են ըստ ֆուտբոլիստի նախաձեռնությանը Հայաստանում կայանալիք խաղում նույնպես տիրել։ Հիշեցնենք, որ ցավոք առաջին շրջանի խաղում հունգարացիները 2-1 հաշվով հաղթել էին Հայաստանի հավաքականին։ Հայտնի դարձավ նաև 3 տեղեկացանք նաև, որ արդեն մրցավարներ են նշանակվել, իսպանացի մրցավարներ են անցկացնելու խաղը։ Գլխավոր մրցավար էր նշանակվել Խոսե Մարիա Սանչեսը, որին եզրերում օգնելու են Ռաուլ Կաբանյերոն եւ Ինիգո Պրիետոն։ Այնպես որ եւս մեկ անգամ հաջողություն մաղթենք Հայաստանի հավաքականին, նշեմ, որ ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում դեռ տոմսերը հասանելի են, այնպես որ եթե դեռ չեք գնել, անպայման դուք նույնպես տոմս գնեք, որպեսզի կարողանանք մարզադաշտում ոգևորել եւ ոգեշնչել, աջակցել մեր ֆուտբոլիստներին, եւս մեկ անգամ հաջողություն մաղթենք եւ հնարավորինս լավ արդյունք։ Անցնենք սպորտից այլ լուրերի, շատերդ արդեն նկատել եք մայրաքաղաքում ամանորյա ձևավորումները ակտիվ ընթացքի մեջ են, Հանրապետության հրապարակում տոնածառն է հավաքվում, շատ փողոցներում արդեն լույսերը եւ զարդարանքները կախված են եւ ահա այս թեմային զուգահեռ մշտապես շրջանառվում է այն թեման, թե ինչ գումարներ է ծախսվում ամանորյա ձևավորումների համար։ Քաղաքապետարանից հայտնում են, որ բյուջեն նույնն է, ինչ նախորդ տարի 600 միլիոն դրամ։ Այդ բյուջեի շրջանակում իրականացվելու են բոլոր զարդարանքները, տարբեր վայրերում Հաղթանակի կամուրջ, Թումանյան փողոց, Սարյանի պուրակ, կոնսերվատորիայի պուրակ, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, Աբովյան փողոց, 2750-ամյակի այգի։ Տոնական ձևավորումների համար 2 փուլով մրցույթ է հայտարարվել եւ Սուրբ Ծննդյան տոնավաճառ, ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս կլինի եւ նաեւ ասենք, որ Հանրապետության հրապարակում տեղադրվող տոնածառը որոշակիորեն տարբերվելու է նախորդ տարիների տարբերակից, ինչը հետաքրքիր է, միշտ անգամ տան տոնածառից 2-3 տարի անց հոգնում ենք, չէ՞, ուր մնաց թե քաղաքի գլխավոր տոնածառը, միշտ հաճելի է ինչ որ նորամուծություն տեսնել, թեև հասկանալի է, որ ամեն տարի այն փոխելը հսկայական ծախսեր կարող է ենթադրել, նման բան կա, չէ՞, եւ ուրախանում ենք, որ շատ գեղեցիկ է քաղաքը, եւ հետո երբ հաշվում ենք, սկսում են բողոքներ, բայց ամեն դեպքում երբ դուրս ես գալիս քաղաք եւ ամեն տեղ գեղեցիկ ձևավորում է, անկախ նրանից
տես դու ինչ տրամադրություն ունես, մի փոքր հոգիդ ջերմանում է, ել չասեմ համացանցի դարում, որ հաճախ մեր քաղաքը համեմատում են այլ մայրաքաղաքների հետ եւ տեսնում ենք, որ երբեմն ոչ միայն չենք զիջում, այլև գերազանցում ենք այդ քաղաքներին։ Այո, իսկապես հենց դա է ուզում ասել, որ չնայած այն բանին, որ հաճախ գլխավոր տոնածառից լինում է, չէ, որ հոգնում ենք, ասում ենք միանման է կամ հասարակ է կամ պարզ է, բայց երբ շրջում ես այլ երկրներով, ընդ որում երբեմն հարուստ եվրոպական երկրներով, տեսնում ես, որ գոնե վիզուալ մեր տոնածառը իսկապես չի զիջում, հաճախ տեսել եմ տոնածառեր, որոնք ինձ շատ զարմացրել են, թե ինչ ներեցեք արտահայտությանս համար մեծ խղճուկ տեսք ունեն հաճախ, դե գուցե կան մարդիկ, որ դա չեն կարևորում, ամեն դեպքում մենք սիրում ենք, չէ, մենք հայերը սիրում ենք ամեն ինչի շքեղը, ճոխը, այնպես որ վստահ եմ, որ եթե նույնիսկ չտեղադրեին կամ ավելի վատը լիներ, այդ դեպքում նույնպես լինելու էին բողոքողներ։ Քննադատություններ լինելու են։ Այնպես որ եթե ծախսն արդեն արվել է, հուսանք, որ արդյունքը գոնե բոլորիս կգոհացնի կամ գոնե մեծ մասին, որովհետև դա ասենք որ այո, այդ տեսանյութերը նաև տուրիստներ են բերում Հայաստան, ինչը մեր աչքով էլ առանց ինչ որ վիճակագրական հաշվարկների տեսնում ենք այդ օրերին, երբ քայլում ենք մայրաքաղաքով, տոնավաճառներով, շատ տեսնում ենք օրինակ ռուս զբոսաշրջիկների կամ Եվրոպայից եկած, ինչը միմիայն հաճելի է։ Եվ այս թեմայից որ խոսում ենք, չզարմանաք, էլի հիշեցնեմ 49 օրը մնացել տարվա ավարտին։ Սևակը ամեն անգամ կարծես թե էլ ավելի ոգևորված է ասում այս թիվը, ես ճիշտ եմ ենթադրում, որ դու սիրում ես ամանորը։ Այո, սիրում եմ, բայց հաշվի առնելով ինչ արագ է անցնում ժամանակը, դա մի քիչ ուրախացնող չէ։ Այո, իսկապես վախեցնող է։ Վախեցնող լուրեր ունենք, ոչ այնքան վախեցնող, ինչքան զվարճալի PDD-ի հետ կապված։ PDD-ի մասին գիտեք, որ վերջին շրջանում շատ լուրջ աղմուկ էր բարձրացել այն բանից հետո, երբ բազմաթիվ մեղադրանքներ ունեցող PDD-ին, որին հարյուրավոր բառի ամենաբուն իմաստով հարյուրավոր մարդիկ մեղադրում էին բռնության մեջ, ֆիզիկական, սեռական բռնության, ամիսներ առաջ հնչեց նրա դատավճիռը եւ պարզվեց, որ ընդամենը 4 տարվա ազատազրկման է դատապարտվել, որովհետեւ մեղադրանքների մեծ մասը հանվել են եւ նա պարզապես դատապարտվել էր փոխադրումներ իրականացնելու համար կապված սեռական շահագործման հետ, այսինքն նրան մեղադրել էին միայն տրանսպորտային միջոցներ, այսպես ասած, ապահովելու համար, ինչը եթե անկեղծ մի փոքր իսկապես ծիծաղելի է, բայց Դիդիին շատ լավ ճանաչող եւ նրա գործունեությանը եւ նախասիրություններին ծանոթ մարդկանց ել ավելի է ծիծաղեցրել այն լուրը, որ փաստորեն PDD-ին իրական անունը Շոն Քոմս որոշել է, որ բանտում պետք է դեր ստանձնի կարևոր պաշտոն, նա հոգևորական Նյու Ջերսի Ֆորթ Դիքս բանտում հոգևորականի օգնական է նշանակվել եւ որոշել է, որ պիտի օգնի կրոնական հարցերում բանտի հոգևորականին, նա այնտեղ օգնում է օրինակ գրադարանը կարգավորել եւ բնականաբար շատ ավելի խաղաղ պայմաններում է անցկացնում իր պատժաժամկետը, քան մնացած կալանավորները, զուգահեռ նա նաեւ ինտենսիվ բուժման ծրագիր է անցնում թմրամոլային կախվածությունից ազատվելու համար, սակայն նշվում է, որ նույնիսկ այս ընթացքում, երբ նա այս ծառայությունները մատուցում եւ այսպես ասած օգնում էր հոգևորականին, հասցրել է շատ կոպիտ խախտում իրականացնել եւ բանտից եռակողմ զանգ է իրեն թույլ տվել, ինչը հակասում է բանտի կանոններին եւ կա հավանականություն, որ իր նոր ճակերտներում ասած պաշտոնից կզրկվի եւ մի փոքր ավելի կխստանա նրա անցկացրած ժամանակաշրջանը բանտում։ Ամերիկյան ֆիլմ է հիշեցնում, երբ ֆիլմի վատ կերպարը հայտնվում է բանտում եւ ամբողջովին փոխվում է նրա կյանքը, փաստորեն այդ ֆիլմերը այդքան էլ մտածածին սցենարներով չեն առաջ շարժվում։ Ես իրականում նաեւ վստահ եմ, որ նույնիսկ բանտում հաշվի առնելով, որ մենք գործ ունենք արևմտյան շոու բիզնեսի ամենահնչեղ եւ ազդեցիկ կանոններից մեկի հետ, գիտենք, որ նա շատ լուրջ ազդեցություն ունի բազմաթիվ արտիստների, հատկապես ռեփ մշակույթի արտիստների կյանքի ճակատագրերի վրա եւ ունի հսկայական թիմ եւ շատ մեծ գումարներ, վստահաբար նույնիսկ բանտում նրա PR թիմը շատ լավ աշխատում է եւ շատ լավ ուսումնասիրում եւ հաստատում են բոլոր այն տեղեկատվությունը, որը հասնում է մեզ եւ ոչինչ պատահական չէ, այնպես որ կարծում եմ սա ոչ թե հիշեցնում է ֆիլմ, այլ իրականում հենց ֆիլմ էլ կա։ Myself and I ain't no place to hide. All I got is time. Oh, screaming out a secret. Tell me that you'll keep it. I don't wanna lie. Oh, I can take it. Tired of faking my smile. Oh, make believe it. Ain't
Սուրճ ու սեր առավոտից։ Ծափահարություններ Jessie J-ի տեսահոլովակից հնչեցին, մենք ծափահարում ենք ձեզ, որ 1.5 ժամ շարունակ անցկացրիք մեզ հետ, շատ ուրախ ենք, որ եւս մեկ աշխատանքային օր եւ առավոտ միասին սկսեցինք 10:53, վերջին տվյալները թարմացնենք, խցանումային նիշը այս պահին մեր մայրաքաղաքում շարունակում է մնալ 5 եւ այն փողոցները, որոնք եթերաժամի սկզբին էլ թվարկեցի, կարծես շարունակում են դեռ ծանրաբեռնված մնալ, բայց հաշվի առնելով, որ մոտենում է ժամը 11-ը, մի փոքր ավելի կթեթև Ինչ կա եղանակից? Այս պահին հեռախոսային հավելվածը արդեն 13 աստիճան է ցույց տալիս, ինչպես դու նշեցիր օրվա ընթացքում դեռ էլի կբարձրանա ջերմաստիճանը, մինչև 16 աստիճան կունենանք տաքություն, չնայած այն բանին, որ այս պահին դեռ մի փոքր մասամբ անպամած է, օրվա ընթացքում հիմնականում անպամածել կմնա, բայց արևոտ հատվածներ նույնպես կունենանք, այնպես որ գլոբալ առումով լավ եղանակ է սպասվում այսօր մայրաքաղաքում։ Իսկապես շնորհակալ ենք, որ օրը սկսեցիք մեզ հետ եւ կարող եք անցկացնել հանրային ռադիոյի հետ տարատեսակ եւ տարբեր ժանրերի հաղորդումները ձեզ կկրթեն, կտեղեկացնեն եւ իհարկե նաեւ լավ ժամանց կապահովեն։ Մենք նաեւ հիշեցնենք, որ մեր հաղորդումներին եւ դրանց մի մասին զգալի մասին արդեն հանրային ռադիոյի կարող եք հետեւել նաեւ վիզուալ տարբերակով, հետեւելով մեր սոցկայքերին Facebook-ում եւ իհարկե armradio.am կայքում։ Եվ հաճելի աշունը աշնանային երգով էլ շարունակենք եւ այս դեպքում այս երգով էլ եզրափակենք մեր եթերը։ Վաղվանից մեր գործընկերները վաղը ավելի ճիշտ ձեզ կողջունեն ու կասեն բարի լույս։ Что такое осень? Это небо, плачущее небо под ногами, в лужах разлилось.